Արզնի ավենյու հյուրատանը տեղի ունեցած արյունոտ միջադեպից հետո ձերբակալվել է Արզնիի համայնքապետ Ֆելիքս Միրզոևը։ Գյուղացիների պատմելով, հենց նրա կազմակերպած խնջույքն է ավարտվել կրակոցներով։ Բացի Միրզոևից ձերբակալվել է 6 մարդ։ Մեդիահաբի տեղեկություններով նրանց մեջ է պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանի քեռու տղան։ Ծեծկրտուքին մասնակցել են նաև Փաշինյանի օգնական «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արսեն Միխայելովի եղբայրն ու նրա որդիները։ Առաջի անգամն է, առաջի դեպքն է եղել։ Կիրակի երեկոյան Արզնի ավենյու հյուրատանը մի քանի տղամարդ թեժ վիճել են, հետո սկսվել է ծեծկրտուք ու կրակոցներ են հնչել։ Հրազենային վիրավորում է ստացել Կոտայքի մարզի 22-ամյա մի բնակիչ։ Նա հիմա Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է, վիճակը բավարար է։ Բայց բոլորը լսել են, որ հաշվի վիճաբանությունն է, բայց բան չեմ արել, հետաքրքրվել չեմ, ոչ մի բան չի ունում, ու խախան եւ ասում համերաշխեն ապրում։ Արզնիի համայնքապետարանում լռությունը ոչ ոք չի խախտում, միայն ասում են, որ համայնքապետը տեղում չէ, նրա ձերբակալության մասին ոչինչ։ Հյուրատան բակում ոչինչ չի հուշում արյունալի միջադեպի մասին, ներսում արյան հետքեր են կրակված պարկուճ։ Չէ, ոչ մի բան, մենակ գորգորուց։ Հիմա այստեղ ոստիկանական հսկողություն է, դեղին ժապավեններից այն կողմ անցնել արգելված է։ Արզնեցիները ասում են, որ դեպքի մասին միայն այս առավոտ են իմացել, հյուրատունը բնակելի թաղամասին մոտ չէ։ Չեմ անում, առավոտյան եմ տեսել ոստիկանություն։ Կողքից եմ լսել, գյուղի մեջ են։ Ուրիշ ձևի չեմ կարող ասել։ Ականջակալներով եմ հիմնականում չեմ լսել։ Չէ, ես պես բան չեմ լսել։ Հանցագործությունը բացահայտելուն կարող էին օգնել հյուրատան տեսահսկող սարքի ձայնագրությունները, սակայն ոստիկաններից մեկի պնդմամբ տեսախցիկը ցավոք անջատված է եղել, ոչինչ չի ֆիքսել, իսկ թե ինչու հյուրատան տնօրինությունից պարզաբանում չկա։ Մեր նկարահանման պահին տնօրենը հավանաբար հարցաքննության էր։ Քննչական կոմիտեն վարույթ է նախաձեռնել մի քանի հոդվածով՝ սպանություն, զենքի սպառնալիքով խուլիգանություն։ Աննա Գյուլնազարյան, Հենրիկ Համազասպյան, Արմեն Ապրեսյան, Հայլուրի համար։